Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը Երևանի ավականու անդամ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ Նատալի Սինորյանն է։ Բարև ձեզ, Տիկին Սինորյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին ընդունելու համար։ Տիկին Սինորյան, Երևանը եւ Հայաստանը 2 օր առաջ մինչեւ 3 ընդունեց բավական խոշոր միջոցառում, նախ կազմակերպեց, ընդունեց Եվրոպայի գրեթե բոլոր երկրների առաջնորդներին, նախ այդ տպավորությունները ինչպիսին են ձեզ, ինչպես կազմակերպվեց, ինչպես անցկացվեց եւ ինչ տվեց այն Երևանին եւ նաեւ Հայաստանին ընդհանուր առմամբ։ Շնորհակալ եմ հրավերի եւ հարցի համար։ Իրականում նախորդ օրերի միջոցառումը աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության համար, քանի որ մեր անկախության պատմությունից ի վեր մենք նման միջոցառում չենք ունեցել եւ դա երկու ցուցիչի մասին է խոսում, առայն որ մեր երկրի հավաքականիշը շատ բարձր է տվյալ երկրներում եւ հենց անվտանգության եւ խաղաղության գործընթացի ուղիղ պտուղներն են այս ամենը եւ տպավորությունները շատ լավն էին թե հյուրերի կողմից եւ թե մեր քաղաքացիների կողմից, եւ թե դուք եք տեսել թե ինչպես են մեր հյուրերին դիմավորում մեր համակարգացիները, Ֆրանսիայի նախագահի ընդունելությունը շատ ջերմացավ թե Երևանում եւ թե Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, ըստ այդմ մենք այս օրերի ընթացքում էլ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում ենք Երևանը, այսպես կոչված Եվրոպայի սիրտն էր դարձել անուղղակի ձևով եւ բոլոր մեդիաները Երևանի իրադարձություններն էին լուսաբանում։ Տիկին Սինորյան, եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչի՞ց էր բողոքում ընդդիմությունը այդ դեպքում։ Գիտեք, ընդդիմության համար բողոքելու առիթներ ըստ էության պետք չեն, իրենք իրենց համար կստեղծեն։ Ես քիչ առաջ մամուլն էի թերթում եւ եւս մեկ անգամ տեսա թե ինչպիսի թեզեր են իրենք առաջ քաշում եւ հետ էին նայում մի քանի տարի առաջ թե ինչ թեզեր էին առաջ քաշում։ Նրանք խոսում էին Զանգեզուրի միջանցքից, որ ահա այս իշխանությունը գալու է եւ Զանգեզուրի միջանցք է տալու, խոսում էին Գիրանցի եկեղեցու մասին, որ Գիրանցի եկեղեցին հայտնվելու ադրբեջանական կողմում, բայց մի 2-3 օր առաջ մենք տեսանք, որ Գիրանցի եկեղեցում հենց խաչի օրհնության արարողությունը տեղի ունեցավ, ու հանրապետության վարչապետն է հենց այնտեղ էր, իսկ Զանգեզուրի միջանցք ասված եզուիթը այդպես էլ իրականություն չդարձավ եւ ընդդիմությունը այդպես էլ իր եզուիտների եւ իր թեզերի մեջ մնաց։ Հիմա էլ մեղադրում են, որ 300,000 ադրբեջանցի եք բերելու Հայաստան ընտրություններից հետո։ Կներեք, բայց տվյալ թեզը հակապետական թեզ է եւ նման խոսակցություն չի եղել եւ չի կարող լինել, նման բանակցությունների շրջանակում նման թեզ չենք ունեցել եւ չի կարող լինել։ Եվ դա ինչպես նախորդիվ իրենց նշված թեզերն էին ստահոդ, այսինքն իրականությանը չհամապատասխանող, նույն տրամաբանությամբ դա է։ Տիկին Սինորյան, Հայաստան այս այցերի շրջանակում Հայաստանում էին նաև Տիխանովսկայան, Բելարուսի ընդդիմության առաջնորդ, այսպես ասենք, նաև վերջին ընտրություններում ըստ իրենց տվյալների հաղթած նախագահ, նաև Ուկրաինայի նախագահն էր Զելենսկին էր Հայաստանում, սա այսպես ասենք, ավելի սրեց իրավիճակը ընդդիմադիր շրջանակներում, հատկապես այն շրջանակներում, որոնք խաղում են ռուսական գծի տակ, ոնց կմեկնաբանեք այս երկու գործիչների այց Հայաստան։ Գիտեք, դա նորմալ գործընթաց է, միջազգային միջոցառում է եղել եւ ձեր նշած քաղաքական գործիչներն հրավիրված են եղել այդ միջոցառմանը, որովհետեւ արտառոց երևույթ չկա, մեր Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրաստիճան հյուրերին, առհասարակ հյուրերին հրավիրում են եւ ընդունում են շատ բարձր մակարդակով եւ բացառություն չէին նաեւ ձեր կողմից նշված անձինք, թե ընդդիմությունը ինչ ցնցումների մեջ է, կներեք, բայց դա իրենց խնդիրն է։ Բելարուսը բողոքի նոտա է եղել Երևանին, սա ոնց կմեկնաբանեք, հավանաբար Տիխանովսկայի այցի հետ կապված է, էլի։ Ես տեսել եմ մամուլահաղորդագրությունը դրա վերաբերյալ, համապատասխանաբար մեր անհրաժեշտության դեպքում այդ համապատասխան նախարարությունը դրան արձագանքի, այս պահին ես որևէ մեկնաբանություն չունեմ, քանի որ լիազորված չեմ դա մեկնաբանել։ Տիկին Սինորյան, Հայաստանը դա պաշտոնապես քարոզարշավը չի մեկնարկել, բայց արդեն ասենց թեժ պայքար է սկսվել, թե իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի եւ այն 3 ուժերի միջև առանցքային նկատի ունեմ Քոչարյանի, Կարապետյանի եւ Ծառուկյանի, ոնց կմեկնաբանեք թե այս դեռ չսկսված քարոզարշավը եւ այս պայքարը։ Շատ լավ։ Իրականում տեսեք, մոտ 2 ամիս առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկուսակցական ընտրություններն էին, որի հիման վրա ձևավորվեց մեր ամբողջական ցուցակը եւ մեր պատվիրակներն էին ընտրությունը կատարում եւ այդ տրամաբանության ներքո հանրապետության վարչապետը եւ մեր թիմը
շրջում էին ուղիղ եթերի ներքո հանրապետության բոլոր մարզերում Սյունիքից մինչև Տավուշ։ Եվ ուղիղ եթերի ներքո երևում էր, թե մեր քաղաքացիները ինչպես են վերաբերվում հանրապետության վարչապետին եւ մեր թիմին, եւ դա աննախադեպ է։ Արդյոք ես մի քանի անգամ դա նշել եմ։ Արդյոք նույն Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ երրորդ ուժի ներկայացուցիչը Սամվել Կարապետյանը կկարողանային ուղիղ եթերի ներքո Սյունիքից մինչև Տավուշ շփվեն քաղաքացիների հետ առանց որևէ մոնտաժի։ Եկեք փորձարկում կատարենք եւ դա մի հատ փորձենք իրականացնել։ Մայիսի 8-ին մեկնարկելու է մեր քարոզարշավը եւ նույն տրամաբանությամբ էլ մենք առաջ ենք շարժվելու ուղիղ եթերի ներքո շփվելու ենք մեր քաղաքացիների հետ եւ քարոզարշավ ենք իրականացնելու եւ հունիսի 7-ին ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ընտրելու են խաղաղությունը եւ իրենց քվեն տալու են մեզ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ձեր նշած երեք ուժերի, նրանք երեքն էլ սպասարկում են մեկ կենտրոնի եւ դա գիտեք ինչից է բացահայտ դառնում, երբ որ նայում ենք ցուցակները, ըստ էության նես տպավորությունն ոնց որ ցուցակը մեկ ցուցակ է եղել, երեք մասի են բաժանել, ով որտեղ ընկել է, որովհետեւ նույն Ռոբերտ Քոչարյանի ցուցակի անձանցից Անդրանիկ Թևանյանը այժմ Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ համարն է եւ այսպես ինչ-որ փոփոխություններ են իրականացել նույն Ռոբերտ Քոչարյանի հայտնի փաստաբան նախկին պատգամավորը Սամվել Կարապետյանի երկրորդ համարն է ինչպես կարող ենք այդ բացատրել Իմ ասած տրամաբանությամբ մեկ ցուցակ է եղել, դες պատահականության սկզբունքով կիսել են 3 մասի եւ մասնակցում են ընտրություններին։ Մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ դա ակնհայտորեն տեսնում է եւ թույլ չի տա, որ այդ երեք ուժերը ինձ որևէ համատեքստում խափեն եւ գնալու են իրենց ընտրությունը կատարեն, ես առավել քան վստահ եմ դրանում։ Տիկին Սինորյան, նշեցիք, որ իրենք հավանաբար խուսափում են ու եթերով մարդկանց հետ շփվելու, խուսափում են, որովհետեւ մարդկանցից են վախենում, ասելիք չունեն, թե չեն կարողանում խոսել ուղղակի։ Գիտեք, մենք ունենք մի հայտնի գործիչ, որ տենց խուսափում է հանրային ելույթներ ունենալուց եւ ոնց է ինչպես եք պատկերացնում Ռոբերտ Քոչյանին ուղիղ եթերում հանրության հետ շփվելուց։ Ինչպես եք դա պատկերացնում, երբ որ մարդիկ իր հանդեպ մեծ քանակությամբ պատելությունն են գեներացված։ Պարզապես ուղիղ եթեր թող միացնեն, պատահական փողոց մտնեն կամ հանրային ավտոբուս նստեն, կլսեն թե քաղաքացիները իրենց մասին ինչ են խոսում, թե ինչ արեցին Մեղրիի հայտնի գնացքի գծերի հետ։ Այժմ մենք թրիփ նախագիծն ենք իրականացնում եւ միլիոնավոր դոլարներ ենք ծախսելու, որպեսզի Սյունիքում ունենանք համապատասխան երկաթգիծը։ Եվ դրա հեղինակը այդ վաճառքի եւ անհասկանալի եզրույթների հենց Ռոբերտ Քոչյանն է եղել։ Դա ամենափոքր երևույթն եմ ես ասում։ Հյուսիսային պողոտայի տների մասին քաղաքացիները իրենց կհիշեցնեն։ Այն միլիոնավոր դոլարներ, որ նա մսխել է եւ անհասկանալի ձևով օտարել է։ Տվյալ անձը այս պահին անցնում է ապօրինի գույքի բռնաբանձման օրենքով եւ թող գա եւ հանրությանը բացատրի ուր են այդ գումարները։ Թող գա Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բացատրի, թե 98 թվականին ինչպես Ղարաբաղը հանեց բանակցային սեղանից։ Այդ մանրամասները թող Քոչյանը գա եւ հանրությանը ուղիղ եթերով ներկայացնի։ Պատահական փողոցում, առանց որևէ պայմանավորվածության։ Տիկին Սինորյան, Սամվել Կարապետյանն է սկսել քարոզարշավը, նաև բավական ակտիվ սկսել է խոսել կամ ինքն է խոսում կամ երևի արհեստական բանականություն, բայց բոլոր դեպքերում ինչ որ մտքեր հայտնում է, ոնց կմեկնաբանեք հենց Սամվել Կարապետյանի գործունեությունը եւ ընդհանրապես ինչ է կարծում իրենց տեխնացուն Սամվել Կարապետյանը նկատի ունեմ, այլ դիմության տեխնացուն արդյոք Ռոբերտ Քոչարյանն է լինելու, որովհետեւ Սամվել Կարապետյանը իրավունք չունի դառնալու վարչապետ, նույնիսկ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ինքն դա բացարկայտնել։ Դա բացարկա ինքն իրեն հայտնել է մնացել է Քոչարյանը։ Գիտեք, հավաքական անդիմությունը այսպեսի մի հաջորդական խոսք կա, ասում են խոսել չգիտեք, չխոսել է չգիտեք, դա ուղիղ մեր անդիմության մասին է ասված եւ ակնհայտ է, չէ՞, ես քիչ առաջ էլ ասացի, որ եղել է մեկ ցուցակ, բաժանել են 3 մասի եւ պարզ է, չէ՞, որ հավաքական անդիմության տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք ինքնդ նշեցիք, որ այո, Սամվել Կարապետյանը օրենքի տեսանկյունից իրավունք չունի լինել որևէ Հայաստանի Հանրապետությունում պատգամավոր, առավել եւս վարչապետ, քանի որ մի քանի երկրների քաղաքացի է եւ մեր համանդրությունը դա թույլ չի տալիս։ Գագիկ Ծառուկյանը ինքը անուղակի ձևով ինքնաբացարկայտնեց մի քանի օր առաջ, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն է իրենց հավաքական անդիմության տեխնացուն
եւ իրենց խոսույթը բոլոր երեք ուժերի նույնն է եւ այդ երեք ուժերին էլ անուղղակի ձևով ցանկանում են տապալել խաղաղության գործընթացը, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը իրենց տեքստերով եւ իրենց թեզերով։ Ինչ են ուզում տապալել, այսինքն որն է իրենց նպատակը։ Դե տեսեք, եթե դուք լսեք իրենց խոսույթները, մենք ասում ենք գնանք վերաբանակցենք նախաստորագրված փաստաթղթերը, ուրիշ երաշխավորներ բերենք, ում ենք բերում երաշխավոր։ Որ երկրներին են բերում երաշխավորները։ Ռուսաստանին։ Ինչ նպատակով են բերում այդ երկրներին։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը երևի կյանքի ոչելու համար գուցե։ Դուք իգդ մեկնաբանեցիք։ Կիսինոյան, սոցհարցումներին անդրադառնանք, այդ ուժերը նաև սոցհարցումներ են տարբեր անցկացնում եւ այնտեղ դուրս է գալիս, որ ԿՓ-ն կամ չի հաղթելու կամ մի կերպ է մտնելու խորհրդարան իրենք առաջատարն են այս սոցհարցումներին ընդհանրապես պետք է հավատալ։ Կներեք, ով է պատվիրել այդ սոցհարցումը եւ ինչ սոցիոլոգիական հետազոտության վրա են հիմնված են, ինչ մեթոդաբանությամբ են տվյալ հետազոտությունները կատարվել։ Դուք կհիշեք 2021 թվականի խորհրդարանական արտահերթությունների ընթացքում նույն սոցհարցման տվյալներով Ռոբերտ Քոչյանը հաղթող էր դուրս գալիս։ Շատ բարձր տոկոսներ, բայց մենք տեսանք թե քաղաքացիները գնացին եւ ինչ ընտրություն կատարեցին, կնեք սոցիոլոգիական հետազոտություն իրականացնելիս մի քանի կարևոր չափորոշիչներ պետք է վերցնել, որ կազմակերպությունն է դա կատարում, արդյոք տվյալ կազմակերպությունը անկախ է, երկրորդը ինչ մեթոդաբանությամբ է կատարում, ընտրանքը որն է, այս ամբողջ համատեքստի պետք է ուշադրություն դարձնել այս ամբողջ համատեքստին։ Եվ պարզապես կներեք սոցիոլոգիական հետազոտություն նկարելը դա մեր մասած ճիշտ չէ։ Տիկին վերջին օրին մի քանի աղմկարույց դեպքեր գրանցվեցին ընտրակաշարքի հետ կապված, ձերբակալվեցին թե տվողները, թե վերցնողները, ընդհանրապես այս երևույթը ոնց պետք է արմատախիլ արվի եւ ինչ են գնալով այդ նույն ուժերը նորից փորձում ամեն գնով ձայներ գնել կամ մարդկանց գրավել հետո։ Ցանկացած ուժ, որը կփորձի Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշարք բաժանել, պատժվելու է օրենքի ամբողջ հստությամբ։ Եվ դա սկսվել է 2018 թվականից եւ շարունակվում է եւ կներեք դա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ։ Ես երբ որ լսում էի համապատասխան ձայնագրությունները, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն էր հրապարակել, ես ուղղակի ապշած էի թե մարդկանց հանդեպ վերաբերմունքից այդ նման ձևի անհարգալից վերաբերմունք մարդկանց հանդեպ չի կարելի ունենալ, այսինքն ես թվում է թե 2-3 կոպեկով մարդիկ իրենց ապագան վաճառելու են իրենց, չի կարող Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշարք բաժանվել եւ ընտրակաշարքի միջոցով իշխանություն ձևավորվել։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորվում է ժողովրդը, ժողովրդավարական մեթոդներով եւ դա է ընտրությունը, որը տեղի կունենա հունիսի 7-ին։ Եվ ձեր կանխատեսման կամ ձեր կարծիքով ինչ արդյունքներ կլինեն, մենք կունենանք իրական ուժեղ Հայաստան, թե այն ուժեղ Հայաստանը, որը ուժեղ Հայաստանն է գուշակում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է ընտրության եւ ընտրելու է խաղաղության օրակարգը։ Ես դրանում վստահ եմ։ Տիկին վստահ եք, որ Ադրբեջանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը եւ սպասում է ուղղակի ընտրությունների արդյունքը։ Տեսեք, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը տեղի ունեցել 2025 թվականի օգոստոսին։ Դրանից հետո մենք հողի վրա ունենք, այսինքն վերջին 2 տարվա ընթացքում մենք հողի վրա ունենք խաղաղություն։ Մենք սահմանին չունենք որևէ զոհ, այսինքն հակառակորդի կրակոցից եւ այլն չկա որևէ էսկալացիա։ Մարդիկ հատկապես սահմանամերձ բնակավայրերի մարդիկ խաղաղությունը շատ լավ զգում եւ տեսնում են եւ բանակցությունները գնում են ստորագրման եւ ամբողջ տնտեսությունը այդ ուղղությամբ է գնում եւ մեր համապատասխան արտաքին քաղաքականությունը մշակող նախարարությունը կատարում է համապատասխան գործողությունները։ Եվ նույն թեզը, որ դուք նշեցիք, դա նույնպես անդիմության կողմից նետված թեզ է դաշտում, որ իբր Ադրբեջանը այս գործընթացը հիմա այդպես է անմտությունների համար։ Դա նույնպես անդիմության կողմից շփոթված թեզ է։ Տիկին դե հիմա հարցը ստամ ձեր այսօրվա գործող կարգավիճակի առումով Երևանի հետ կապված, այս տարի շատ էին բողոքները քաղաքի փոսերի հետ կապված, տրանսպորտի հետ կապված, ինչ փոփոխություններ արդյոք լինելու են եւ ավելի բարելավելու է իրավիճակը սա։ Տեսեք, կամ ձեր վերջի հարցից 3 արդեն Երևան են հասել
22 տրոլեյբուսներ կառավարության աջակցությամբ, ընդհանուր մեր գնումը եղել է 45 տրոլեյբուս։ Այս պահին 22-ն են Երևանում եւ առաջիկա օրերին այդ տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում մեր քաղաքացիներին սպասարկելուց։ Իսկ մնացած քանակը առաջիկա ժամանակահատվածում նույնպես կլինի Հայաստանի Հանրապետությունում։ Երևանի քաղաքապետարանը տենդեր ասֆալտապատման դեռևս 2025 թվականի դեկտեմբեր ամսին։ Սակայն այս ձմեռը եւ ապագատումն բավական դյունարատ եւ անձևառատ է եղել եւ այդ աշխատանքները սկսելու համար որոշակի ջերմաստիճան է պահանջում եւ այդ ջերմաստիճանից ելնելով նոր սկսում են աշխատանքներ։ Այժմ մեր եթե բոլոր վարչական շրջաններում կատարվում են համապատասխան փոխսալացման աշխատանքներ, միջին նորոգման աշխատանքները եւ եւս մեկ անգամ ներողություն խնդրելով երևանցիներից ցանկանում տեղեկացնեմ, բայց ամբողջ դերմանությունն աշխատանքների կատարվում է։ Նաեւ մենք այս տարի տարածքային կառավարման նախարարության կողմից վերանորոգեցինք ամբողջությամբ ավտոկայանի Իսակովի պողոտան, որ եթե չեմ սպասում 13 կիլոմետրանոց ճանապարհ էր եւ արդեն շահագործման ենթակա է։ Իսկ ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, մենք մեր աշխատանքները շարունակում ենք, շուրջ 200 ավտոբուսի տենդեր արդեն դրված է եւ առաջիկա ժամանակահատվածում ենթադրում եմ 2027 թվականին տվյալ ավտոբուսները արդեն Երևանում կլինեն, ժամկետները դրա վերաբերյալ հստակ չնշեմ, քանի որ մրցութային փուլից եւ արդյունքներից է կախված, սակայն բարեփոխումները հանրային տրանսպորտի ոլորտում շարունակական բնույթ են կրում եւ նաեւ նշեմ, որ քաղաքացիները ակտիվորեն վճարում են եւ ավերականացնում են իրենց քարտերը, այսինքն եթե մոտամիտ 1 ամիս առաջ մենք ունենք որոշակի խնդիր, այս վահեդրությամբ այդ խնդիրը լուծման փուլում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սարբա թեմաներ իմ զրուցակիցը Երևանի ավականու անդամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ Նատալի Սինորյանն էր, կհանդիպենք առայժմ։